դուք գիտեք, որ սելջուկներ եկան, մոնղոլներ եկան, բայց բոլորը դրանք դարան պարսիկ իրականության կրողներ։ Զարմանալի բան եմ ասում, չէ։ Օլողբեկը արդեն պարսիկ էր դարել, չէ։ Եվ գիտնական էր, ոչ միայն քաղաքական այր էր։ Մշակույթի դերը շատ մեծ է Պարսկաստանում։ Եվ դուք դա կարող եք զգալ փոքրամասնությունների ներկայության ժամանակ, թե ինչպիսի մեծ հարգանք են վայելում, հատկապես մենք հայերս ինչ հարգանք ենք վայելում։ Եթե 10 արհեստավոր կա մի թաղամասում, անպայման կմատնանշեն, որ հայի մոտ գնացեք, որ հայը սուտ չի խոսում, հայը ճշմարիտ է և մաքուր գեղեցիկ գործ է անում։ Նույնպես հայերը այդ նվիրումը ցույց տվեցին Իրանի հանդեպ, և իրենք ասեցին, մենք այստեղ փոքրամասնություն չենք, սա մեր երկիրն է, և Իրաքի դեմ պատերազմի ժամանակ ապացուցեցին սա, ապացույց հազարավոր այն զոհերը, որ եղան։ Այսօր Իրանի մշակույթն էլ է թիրախավորված, հավատացնում եմ դες, արտաքին գործոց նախարարությունը դա պատմական շենք է, ձեռագիրը նույնն է, հավատացնում եմ ձեզ, թուրք-ազերիական ձեռագիրը ճիշտ նման է իսրայելական ձեռագրին,